Գանձասարի վանական համալիրից հեռու չէ Վանք գյուղը, որքան նոր ու նորաձև, նույնքան գուցե եւ ավելի հին եւ հնավուրց է այս բնակավայրը։ Մոտ 400 տնտեսություն եւ 1667 բնակիչ։ Արցախյան գյուղերի մասշտաբով սա փոքր ցուցանիշ չէ, ասում է համայնքի ղեկավարը։ Փոխարենը մեծ համայնքում ներքին ջրացանցի խնդիրը տասնամյակների պատմություն ունի։ 63 տարեկան մարդ եմ, որ աշկս բացալում ես գյուղի պրոբլեմ միշտ ջուր այլն։ Հիմա փառք Աստծո, հեսա ջրերը նորմալացնում են, հույս ունենք որ ջուր կլինի։ Միշտ էլ բողոք եղալ է, բասերում ջուր չի եղել, մինչև հիմա թաղամաս կա որ вообще ջուր չտեսալ։ Գյուղի գործող ջրացանցը հնամաշ է, ասում են 1950-ական թվականներին է կառուցվել։ Վերանորոգման աշխատանքներն արդեն անիմաստ էր։ Նույնիսկ ռեզինով էինք փաթաթում, ջրի բանի վրա վերցրել ենք մի հատ աշխատող, չէր հասցնում ծակծկած այդ խողովակները, որպեսզի ինքը փաթաթի ռեզինով եւ հիմնական մագիստրալը, որ ասում ենք, այդ մեծ խողովակը մագիստրալը Գյուղամիջյան, որ թեկուզ այդ մագիստրալը կարա պահի։ Եվ ահա պետական ծրագրով Վանքում նոր ջրացանց է կառուցվում։ Եղանակային անակնկալները երբեմն խոչընդոտում են աշխատանքներին, բայց նպաստավոր պայմանների դեպքում շինարարը փորձում է գյուղացուն օր առաջ ջուր մատակարարել։ 130 տներում հասցրել են նաև հաշվիչներ տեղադրել։ Երկու գոտի է, գոտու մոտ 90% արդեն ավարտել եք։ Աշխատանքը սկսել եք հոկտեմբերի սկզբներին, եթե եղանակները նորմալ երևի 2 ամսից կավարտվի։ Իդեպ շինարարական աշխատանքները կատարում են Վանքի բնակիչները, թեկուզ ժամանակավոր, բայց 12 աշխատատեղը քիչ չի, ասում են վանքեցիները, մանավանդ որ ձմռանը քիչ թե շատ անելիքներ չունի գյուղեցին, իսկ արդեն մշտական ջուր ունենալու պարագայում անելիքները շատ ավելի շատ են լինելու, անասնապահության հետ եկամուտ է բերելու նաև հողագործությունը։ Հիմնականը գյուղացին պետք է իրեն հողը մշակի եւ հողում իր հողը մշակելու համար ինչ է հարկավոր ջուր։ Ես չեմ կարծում եւ չեմ պատկերացնում, որ ինչ ուրախություն է վանքեցիների համար, որ 2 ամսից հետո վանքեցիների բոլորի ընտանիքներում ջուր կլինի խմելու ջուր, որ ամեն մեկը իրեն բակում, իրեն այդ ծորակը որ բացի ջուր կհոսի։ Գոնե 63 տարեկանից հետո ջուր տեսնանք, իսկ աշկս բացել եմ, այս գյուղի խնդրը ջուր։ Հիմա աշխատանքներ ա գնում Փառք Աստծո ջուր լինելու։ Եվ այսպես շինարարներն ամբողջ գյուղի ուշադրության կենտրոնում են, անգամ գյուղացիներն են հետևում աշխատանքների ընթացքին, որովհետև մշտական խմելու ջուր ունենալն այստեղ տարիների երազանք է։ Յուրաքանչյուր մի վանքեցու երազանքն է, որ ուրեմն իր ընտանիքը ջրածորան ունենա եւ ուրեմն ապահով լինի, դա բոլորին հայտնի է, որ ուրեմն ջուրը դա կյանք է, օդը, ջուրը, հացը դա Գյուղատնտեսական մթերքներ իրացնելու խնդիր Վանքում չունեն, գյուղում հյուրերի եւ զբոսաշրջիկների պակաս էլ չեն զգում։ Հուսով են, որ աշնանն արդեն Գանձասար տանող ճանապարհին նաեւ գյուղատնտեսական շուկան է լինելու ակտիվ։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։